Օրեր առաջ ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին մրցափուլը։ Ի տարբերություն նախորդ մրցափուլերի, այս մրցափուլում շատ չեղան վիճահարույց իրավիճակներ։ Անդրադառնանք Ալաշկերտ-Շիրակ հանդիպմանը։ Տուգանային հրապարակի մատույցներում Շիրակի խաղացող խախտում կատարեց Ալաշկերտ խաղացողի նկատմամբ։ Կարող եք տեսնել, որ խաղացողի մեկ ոտքը գտնվում է Տուգանային հրապարակում, մյուս ոտքով նա գտնվում է Տուգանային հրապարակից դուրս։ Այստեղ ինչն է կարևոր, թե որտեղ է եղել հպումը։ Քանի որ այն ոտքը, որի հետ լինում է հպում պաշտպանի կողմից, գտնվում է Տուգանային հրապարակի սահմաններից դուրս, այդ պատճառով նշանակվում է Տուգանային հարված եւ ոչ թե 11 մետրանոց հարված։ Նույն խաղի ընթացքում Շիրակ թիմը գերավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարին հրավերեցին խաղադաշտի տեսադիտում կատարելու, որից հետո նա չեղարկեց Շիրակի խփած գոլը։ Ինչու՞մ էր կայանում խնդիրը։ Գերոյի կառուցման փուլում Շիրակ թիմի խաղացողը խախտում է կատարում Ալաշկերտ թիմի խաղացողի նկատմամբ։ Կարող եք տեսնել, որ թիվ 66 խաղացողը գնդակի համար պայքարելիս ուսով հարվածում է մրցակցին, բավականին կոպիտ ձևով է այդ ամենը կատարում, որից հետո գրոհը շարունակվում է եւ Շիրակը գրավում է մրցակցի դարպասը։ Շատ կարեւոր է, որպեսզի գրոհի կառուցման փուլում գոլ խփող թիմը խախտում կատարած չլինի, դա է պատճառը, որ վար մրցավարները ստուգելով տվյալ իրավիճակի կրկնապատկերները տեսնում են, որ կատարվել է խախտում գրոհի կառուցման փուլում, այդ պատճառով կանչում են մրցավարին խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Մրցավարը կատարելով խաղադաշտի տեսադիտում հասկացավ, որ նա իրականում կատարել է խախտում, այդ պատճառով գոլը չեղարկվեց, ինչպես նաև խախտում կատարող խաղացողը պատժվեց դեղին քարտով կոպիտ խաղի համար։ Արարատ բկման խաղի ընթացքում բկման գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարի օգնականը արձանագրեց խաղից դուրս դիրքի խախտում։ Դիտելով տեսագրությունը, պարզ դարձավ, որ փոխանցման պահին բկմայի հարձակվողը գտնվում էր ճիշտ դիրքում, պաշտպանը իր ոտքով փակում էր խաղից դուրս դիրքը։ Բացի դրանից, գրոհի կառուցման փուլում Արարատ թիմի խաղացողը բավականին կոպիտ էր խաղացել մրցակցի նկատմամբ, կանգնում է նրա ոտնաթաթին, մրցավարը կիրառում է այստեղ առավելություն տալու սկզբունքը, որից հետո դեղին քարտով պատժում է խախտում կատարող խաղացողին։ Նույն խաղի ընթացքում բկմա թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, բկմա թիմի խաղացողը գնդակ չի խաղում եւ ոտքով հարված է հասցնում մրցակցի ոտքին։ Մրցավարն անմիջապես նշանակում է 11 մետրանոց հարված, ինչը հաստատվում է նաև վար մրցավարների կողմից։ Եվս մեկ իրավիճակ Տուգանային հրապարակում, երբ կար հավանական խախտում Արարատ թիմի խաղացողի նկատմամբ, սակայն կրկնապատկերում տեսնում ենք, որ բկմա թիմի խաղացողը խաղում է գնդակ, որից հետո լինում է թեթև հպում մրցակցի ոտքի հետ։ Նմանատիպ իրավիճակները չպետք է գնահատվեն որպես խախտումներ, քանի որ պաշտպանը նախ խաղացել էր գնդակ, որից հետո պատահաբար հպվել էր նաև հարձակվողի ոտքին։ Արդյունքում կայացվում է ճիշտ որոշում, չի նշանակում 11 մետրանոց հարված, խաղը շարունակվում է։ Փյունիկ-ման խաղի ընթացքում նշանակվեց 11 մետրանոց հարված Փյունիկ թիմի օգտին։ Հարվածից հետո Փյունիկի մյուս հարձակվողը փորձում էր գնալ դեպի գնդակը, ավելի լավ դիր գրավել եւ պայքարել գնդակի համար, սակայն Վան թիմի պաշտպանը ձեռքով բռնելով նրան թույլ չի տալիս, որպեսզի նա շարունակի իր առաջխաղացումը։ Նրա բռնելու արդյունքում Փյունիկի խաղացողը չի կարող հասնել գնդակին, չի կարողանում պայքարել գնդակի համար եւ մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում, ճիշտ նշանակում է 11 մետրանոց հարվածը։